Արտաքին լսողական անցուղու բնածին անոմալիան շտկվում է Bone-Bridge իմպլանտի միջոցով։ Վիրահատությունը մեր երկրում իրականացնում է Ռուսաստանից ժամանած հայտնի լոր վիրաբույժ Դիաբ Հասանը։ Ոսկրային հաղորդման սարքի տեղադրում Bone-Bridge համակարգով Հայաստանում առաջին անգամ է իրականացվում։ Իմպլանտը դրվում է ոսկրային կառուցվածքում, չվնասելով ականջի կենսական կարևոր բաժինները։ Վիրահատությունը ցուցված է այն բուժառուներին, որոնց լսողության խանգարումները այլ մեթոդներով հնարավոր չէ վերականգնել։ Ոսկրային հաղորդման սարքի օգնությամբ ձայնը փոխանցվում է դեպի ներքին ականջ։ Bone-Bridge-ը կատարում է ոսկրային կամրջի դեր։ Գոյություն ունի իմպլանտի տեղադրման 3 դիրք, կախված ոսկորի հաստությունից, որը չափվում եւ մոդելավորվում է համակարգչային տոմոգրաֆիայի տվյալներով։ Բժիշկ Հասանը տեղադրեց Bone-Bridge իմպլանտը եւ ուղղեց երեխայի արտաքին ականջախեցին, այսինքն պլաստիկ վիրահատություն կատարվեց եւ երեխան վստահ եմ, որ լսելու է ոսկրային իմպլանտի միջոցով եւ քանի որ ականջախեցին էր պլաստիկա կատարվեց, վերականգնեցինք նաեւ արտաքին տեսքը։ Իմպլանտը երեխային տրամադրել են բարերարները, իսկ վիրահատության գումարը փոխհատուցել է առողջապահության նախարարությունը։ Вот такой же имплант установлен։ Ահա այսպիսի իմպլանտ է դրվում մաշկի տակ, կատարվում է կտրվածք եւ այն տեղադրվում է ծոծրակային հատվածում, ապա կարվում։ Վերքը լավանում է, որից հետո ոչինչ տեսանելի չէ։ Իսկ դրսից մագնիսի միջոցով ամրացվում է այսպիսի սարք, որը ոսկորի միջոցով ընդունում ու փոխանցում է ձայնը։ Այսպիսով իմպլանտի առավելությունն այն է, որ մարդը ականջի մեջ լսողական սարք չի կրում, բայց կարողանում է լիարժեք լսել։ Նարեկ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։